Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Նոնա, Մարիան այսօր Օֆայի մոտ ամնալու։ Քնել է արդեն, Օֆան էլ չի ուզում արթնացնի։ Հենց հիմա զանգի Մարիային ու ասա, որ տուն գա։ Չես լսում ինչ եմ ասում։ Երեխեն քնած է արդեն։ Հետո ինչ որ քնած է Ռուբեն։ Ասա թող տուն գա։ Հիմա էլ այդ կինը հիշել է, որ մայր է, հա։ Խնդրում եմ էլի նոն, խնդրում եմ։ Ինձ այդքան խնդրելու փոխարեն ավելի լավ է դու Օֆելիային խնդրես։ Խնդրես, որ Մարիայից հեռու մնա ու սխալ ճանապարհի վրա չկանգնացնի իմ երեխուն, հասկացար։ Ես իմ համար չեմ ասում։ Ես Մարիայի համար եմ ասում։ Ու չմտածես, թե ես քեզ խանդում եմ։ Այդ ամեն ինչը վաղուց մեր մեջ մարել է, Ռուբեն։ Օֆելիան Մարիային սխալ ճանապարհի վրա է կանգնացնում ու սխալ խորհուրդներ է տալիս իմ երեխուն։ Ինչ ես խոսում, չեմ հասկանում։ Դու գիտեիր, որ Ռաֆն ու Մարիան հանդիպում են իրար հետ, ու այդ ամեն ինչը Օֆելիայի խորհրդով է։ Չհասկացամ, այդ նորմալ կբացատրես, բան հասկանամ։ Այս ամեն ինչը Օֆայի սարքածն է, Ռուբեն։ Ուրիշ վատաբանելու տարբերակ չգտար նոնա։ Հենց այս պետք է ընտրեիր։ Դե պարզ է, որ դու ինձ չէիր հավատալու։ Բայց հիմա ես քեզ այն ինչ ասում եմ, այդ ամեն ինչ ինձ Օֆան ասե։ Օֆանը Մարիային խորհուրդ տվե, որ Ռաֆի հետ խաղի մեջ մտնի ու այդ ձևով հասնի ճշմարտությանը։ Այդ իր կեղտոտ մեթոդները հիմա ինքը Մարիային է սովորեցնում։ Հեռու պահի Մարիային Օֆելիայից։ Նոնա, այն ինչ հիմա դու ինձ ասում ես, ես քեզ չեմ հավատում։ Չեմ էլ կարա հավատամ։ Ես հասկանում եմ քեզ։ Հասկանում եմ քո լարվածությունը, բայց խնդրում եմ, արի ամեն ինչ չափի մեջ։ Էս չի քո սիրելիի համարը։ Էս ամեն ինչը ինքն է ինձ ասել։ Եթե չես հավատում, դու կարաս զանգես իրան ու իրանից իմանաս։ Զանգիր ու իրանից հարցրու։ Ինքը տեղյակ է եղել Ռաֆի ու Մարիայի կապի մասին, թե չէ։ Ռուբեն, ասում եմ, ինքը ինձ վախեցած էր զանգել։ Զանգեց ու ինքը ինձ այդ ամեն ինչը պատմեց։ Ասեց, որ քեզ փոխանցեմ, որ դու իմանաս Մարիային որտեղ փնտրես։ Իսկ հիմա բարի գիշեր։ Բարի լույս, մամ։ Արթնացար, արի նստի հեսա սուրճդ կբերեմ։ Չեմ էլ հասկացել, թե ոնց եմ քնել։ Հիմա պապան երևի անհանգստանում է։ Չէ, հանգիստ եղի, ես զանգել զգուշացրել եմ, գիտի, որ իմ մոտ ես։ Ասում եմ առավոտը լավ ասկսել։ Ուրեմն օրն էլ լավ անցնելու։ Մամ, ես Սելի մորվա վրա հույս չեմ դնում։ Վստահ չեմ։ Իրոք վստահ չեմ, որ լավ է լինելու։ Մենք երեք ենք խոսել այս մասին։ Դու էլի կոտրվում ու թուլանում ես։ Չեղավ սենց։ Ինձ ոչ մի բան ու ոչ մեկ այդքան չի կոտրում, ինչքան Դավիթը։ Իրա ինձ չհասկանալը ներսից ու սուտում է ինձ։
Մարիսկ, եթե զանգես ասես, որ ուզում ես հանդիպել։ Բարկացածը հաստատ չի գա։ Ես զանգեմ։ Չէ։ Ավելի լավ է մենք հիմա սուրճը խմենք, ես գնամ աշխատանքի։ Այնտեղ էլ չեմ երևացել։ Լավ։ Ես քեզանից չի, շուտ ես արթնացել։ Դու ասա քնել եմ, որ մի հատ էլ արթնանամ։ Ամբողջ գիշերը լակոտին եմ զանգել, բայց չկա, անասանելի է։ Ինչքան պետքա կորած մնա։ Չգիտեմ, բայց ինձ մեկ է, ես դրան այսօր գետնի տակից էլ լինի պիտի գտնեմ։ Այսօր բայց ավելի հավասարակշռված պետք է մտածենք։ Երեկվա պատմությունը չկրկնվի դավը։ Աբուլ, դու իրոք չես հասկանում, որ այս միտքը ինձ հանգիստ չի տալիս։ Հասկանում ես, ինքը Մարիային գիշերով տնից տարել է, ու Աստված գիտի, թե լեզուս չի պտտվում ինչ-որ բառ ասեմ։ Ես չեմ ասում, որ Մարիան մեղավոր չի, բայց չեմ էլ կարող նստեմ ու Մարիայի վրա մենակ կենտրոնանամ։ Պիտի չէ՞ այդ անասունը մի օր իր արարածների համար պատասխան տա։ Կտա աղբերս։ Բայց պետք է ավելի հավասարակշռված գործենք, ավելի ճիշտ գործենք, ոչ թե մեզ կորցրած ձախից աշվազենք։ Դավ, դու չես հասկացել, որ ինքը իր գործերը մենակ անում, ոչ մեկ գաղափար չունի իր գործերից։ Ես գտնելու եմ դրան, Աբուլ, գտնելու եմ ու վիզը կտրեմ, այ կտեսնես։ Բարի լույս, ես Ռուբեն արդեն գնացել է։ Բարի լույս, եթե բարի է։ Հա, գնացել է։ Ինչ ես լարված։ Դու գիտեիր, որ Մարիան Օֆայի տանն է մնացել։ Չէ, քեզանից եմ իմանում։ Երեք ճիշտն ասած Մարիայի հետ մի պահ եմ շփվել։ Ու այդ փաստը դու շատ թեթև ես տանում, մամ։ Բա ինչ անեի, դες կոպիտ արձագանք էի։ Դե չէ, գոնե կարաս ձևական ինձ մխիթարես։ Նոնա, Օֆան Մարիայի մայրն է, եւ շատ լավ է, որ Մարիան ուզում է իր հարաբերությունները շտկել մոր հետ։ Ինչքան էլ որ նեղացած լինեն, բոլոր դեպքերում դու իմացի, ծնողը մնում է ծնող։ Եվ հետո իմացի, Մարիան այն մարդը չի, որ իր ամորը հիվանդ վիճակում թողնի առանց խնամքի եւ առանց հոգատարության։ Բոլոր դեպքերում Մարիայի խիղճը միշտ էլ իր տեղում ա եղել։ Հերիքա, մամ, հերիքա։ Դու արդարացնում ես մի մարդու, ով ինձանից խլել է իմ ամուսնուն, ու հիմա հերթ հասել է Մարիային, ու հերիքա իր հիվանդության համար իրան խղճակ։ Իսկ ինչ որ մեկը ինձ խղճում է այս տան մեջ, ասում է, որ ես այն մարդն եմ, ով 15 տարի է իր երեխաներ կորցրել, ու այդ ցավով ապրել է այդքան ժամանակ։ Ու հիմա իմ տունը քանդողին դուք ուզում եք սրբացնեք, հա։ Այս տան մեջ բոլորդ ձեր չափ ու սահմանը անցել եք իմ հանդեպ։ Դուք ինձ հաշվի չեք առնում, մամ։ Իսկ Օֆելիան ընդհանրապես իրավունք չունի Մարիայի հետ կապած ինչ-որ բան անի։ Որովհետև Մարիան իմ աղջիկն է։ Իմ աղջիկն է, մամ։ Ես եմ պահել, ես եմ մեծացրել այդ երեխուն։ Նոնա, լավ էլի, նոնա։ Եթե դուք բոլորդ իրա կողմն եք անցել, այդ չի նշանակում, որ ես ինձ պարտված եմ համարում։ Ես միջև վերջ եմ գնալու։ Ես Օֆելիային իրա տեղն եմ ցույց տալու։ Նոնա, ախր դու պետք է ուրախ լինես, որ Մարիան շփվում է իր մոր հետ, որ ներում է մորը, որովհետև դու էլ Վահան ունես, դու էլ ծնող ես, ու օրերից մի օր Վահանն էլ քեզ կընդունի, նոնա։ Մամ, ես չեմ հասկանում, այդ ինչ համեմատելու բան է։
Ու մի մոռացի, որ Օֆելիայի ձեռքով է կորել իմ Վահանը։ Իրա մատը խառն է եղել։ Դա հեչ համեմատելու բան չի։ Նոնա պետք չի ամեն անգամ այդ մասին ասելը։ Կանչել եք, պարոն Դավթյան։ Հա, հիմա լսի ուշադիր ինչ եք անում։ Բոլոր ուժերը կենտրոնացնում եք ուղիղ Ռաֆի վրա։ Հնարավորինս շուտ գտնում եք Ռաֆին ու բերում եք իմ մոտ։ Պարզա։ Պարոն Վարդխյանի տղայի մասին է խոսքը։ Հա, հենց իր մասին է խոսքը։ Երեկվանից չկա։ Լավ, չեմ մանրանում։ Գտնում եք ու ուղիղ իմ մոտ։ Լավ։ Արագացրեք։ Ո՞նց ես։ Ինչ էր եղել։ Լավ եմ։ Արդեն լավ եմ։ Գիտես քանի անգամ եմ զանգել, մտքովս ինչ ասես անցավ։ Արդեն կարող ես հանգիստ լինել։ Ռաֆի մասին բոլորը գիտեն։ Պապան էլ, Դավիթն էլ։ Լուրջ։ Հա, այդ հիմարը իրեն այնքան վատ չպահեց, որ ես կարողանամ լռել։ Նեղացրել է քեզ։ Դե գիշերով զանգեց ու ինձ դուրս կանչեց։ Հետո էլ հետ տուն չբերեց։ Ինձ ավտոտնակում մենակ էր թողել։ Ռաֆը մտածում էր, որ ես ինչ-որ բան գիտեմ։ Բայց այս հարցով արդեն պապան է զբաղվում։ Հուսով եմ տարբերակը գտնի իր մեղքը ապացուցելու համար։ Պատկերացնում եմ ոնց ես վախեցել, Մարիա։ Արի այդ մասին չխոսենք, լավ, արդեն հոգնել եմ։ Բայց ամեն դեպքում ես հիմա ավելի հանգիստ եմ, որ պապատ ու Դավիթը գիտեն ամեն ինչի մասին։ Շնորհակալ եմ, որ կողքիս եղար։ Ալո։ Բիլ, բարև, ոնց ես։ Բարև, ինչի ես զանգել։ Ձեր տան մոտ եմ։ Դուրս կգաս խոսենք։ Չէ, ես ցանկություն չունեմ քեզ ոչ տեսնելու, ոչ էլ լսելու։ Ես հասկանում եմ, որ նեղացած ես, բայց մինչև քեզ չտեսեմ, չխոսեմ, այստեղից չեմ գնալու, Լիլիթ։ Ինձ ձեր երեկվա պահվածքը լրիվ հերիք էր։ Թող գոնե ուշքի գամ։ Լիլ, խնդրում եմ, արի քեզ տեսնեմ, ամեն ինչ կբացատրեմ։ Չես պատկերացնի, այնքան չեմ ուզում լսել քեզ։ Այդքան մեկ եմ քո համար։ Եթե տենց է, ասա ես հենց հիմա կգնամ այստեղից ու էլ երբեք չեմ անհանգստացնի։ Գալիս եմ։ Ալո։ Բարև, ոնց ես։ Չգիտեմ ոնց եմ, Մարիա, դժվար հարց ես տալիս։ Դավիթ, մենք պետքա հանդիպենք։ Ու չասես չէ, լավ։ Ես քեզ շատ բան ունեմ ասելու։ Դավիթ, ես քեզ կարոտել եմ։ Ու իմ համար այնքան դժվար է, որ դու հիմա ինձ չես ուզում լսել, չես ուզում հասկանալ։ Ես վստահ չեմ, որ մեր հանդիպումը լավ ավարտ կունենա։ Դավիթ, բայց ես ուզում եմ, որ հանդիպենք։ Որտեղ ես։ Աշխատավայրում։ Հեսա գալիս եմ։ Լավ։
Բարև վա։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, ներս անցի։ Սուրճ կխմես։ Չէ, ոչ մի բան էլ չեմ ուզում։ Մարիան գնացել է արդեն։ Հա, աշխատանքի գնաց։ Դե ավելի լավ, ուրեմն հանգիստ կխոսենք։ Ինչի մասին։ Ես ուզում եմ հասկանամ։ Ես հավատամ նոնային, թե չէ։ Այդ ճիշտ է, որ դու օգնել ես Մարիային Ռաֆի հետ հանդիպեն իրար հետ։ Ինչ-որ բացահայտումներ անի։ Հա, ես քեզ հեսա կբացատրեմ։ Ես իհարկե չգիտեմ նոնան քեզ ոնց է ներկայացրել, բայց ինչ կա, ես հիմա քեզ կպատմեմ։ Փաստորեն չես հերքում, հա։ Չէ, չեմ հերքում, բայց Էլ ինչ բայց։ Էլ ինչ բայցի մասին է խոսքը։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Դու քո ձեռով քո երեխուն նվիրել ես իր թշնամուն։ Ու հիմա ասում ես բայց։ Դու գիտես ուր է եղել։ Դու գիտես որտեղ է եղել Մարիան։ Ինչերի միջով է անցել։ Ինչ ճանապարհով է անցել։ Ու ոնց են իրան գտել։ Ռուբեն կլինի լսես ինձ։ Ես չէի հավատում նոնային։ Որովհետև չէի մտածում, որ դու կարող ես նման քայլի գնաս։ Չէի պատկերացնում, որ դու կարաս նման սխալ բան անես քո աղջկա հանդեպ։ Ռուբեն, ես ընդհանրեն ուզել եմ օգնեմ իմ երեխուն։ Ուզել եմ հոգսը թեթևացնեմ։ Այդ ճանապարհով։ Ով է այդ ճանապարհով։ Դու գիտես, որ ամեն ինչ կարա շատ վատ ավարտ ունենար։ Դու ոնց որ չես ճանաչում Ռաֆին։ Չգիտես ինչերի է ընդունակ։ Այն որ Ռաֆը Աշոտի տղեն է, այդ ոչ մի բան չի նշանակում։ Աշոտն ու Ռաֆը բացարձակ իրար նման չեն։ Տարբեր մարդիկ են։ Ինչքան էլ Մարիան խորանար այդ մտքի մեջ, դու չպետք է օգնեիր։ Դու չպետք է քո օգնությունը առաջարկեիր, հակառակը։ Պետք է պայքարեիր, որ կանխեիր։ Մի րոպե կլռես։ Թույլ կտաս ես էլ խոսեմ։ Լիլ, գիտեմ, որ նեղացել ես։ Երեկվա մեր պահվածքը այս իրավիճակը էլ ավելի է բարդացրել։ Դրա համար հիմա եկել եմ, որ խոսենք։ Չեմ ուզում, որ մեր հարաբերությունները լարված լինի։ Լուրջ, մի տեսակ չեմ հավատում, գիտես։ Լավ էլի, Լիլ, դու կյանքում ջղայնացած չես եղել։ Աբուլ, եղել եմ, բայց դրանից երբեք դու չես տուժել։ Բայց քո պարագայում չգիտեմ ինչի ամեն ինչ կատարվում է, ես եմ միշտ տուժում։ Դրա համար եկել եմ, որ ասեմ կներես։ Ինչ անեմ քո համար։ Կարող է քո սիրելի շոկոլադը փոխի իրավիճակը։ Աբուլ, ոչ մի բան էլ չի փոխի իրավիճակը։ Երեք Դավիթը իրեն շատ վատ պահեց մեր տանը։ Իմ ներկայությամբ մամայի հետ շատ վատ խոսեց ու հաշվի չառավ եմ փաստը, որ պապան նոր է մահացել։ Ես չեմ արդարացնում Դավիթին, ոչ էլ մեղադում եմ։ Ռաֆը իրան լավ չի պահել։ Ու Դավիթի փոխարեն ով է լիներ նույն կերպ էր վարվելու։ Ռաֆը Մարիային մի օր չգիտես ինչ ավտոտնակում է պահել ու բոլորին ասել է, որ ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Ու հիմա փախած է։ Նորմալ տղեն տենց բան չեր անի, չէր փախնի։ Կմնար ու մեր հարցերի պատասխանը կտար Լիլ։ Ես եմ քեզ հանգիստ տեղ, անկեղծ խոսալու համար։
Աբուլը տանը չի։ Չէ, դուք սա եկել։ Դավիթ կլինի այդքան չոր չխոսես հետս։ Բա ոնց ես ուզում խոսամ, Մարիա։ Դու նենց բան չես արել, որ ես հիմա մոռանամ ու ձևացնեմ, մի պեր բանն էլ չի եղել։ Հասկանում եմ, բայց ես այդ քայլին քո մասին մտածելով եմ գնացել։ Ինձ այդ գնով ձեռք բերած օգնությունը պետք չէր։ Քեզ թվում է ես ինձ դրանից լավ է զգում, հա։ Ինձ դրան փողոցում պատահական հանդիպելն է հունից անում, ուր մնաց ես գիտակցեմ, որ դու դրա հետ կապի մեջ ես եղել, ինչ որ բանի համար հերիք չի, մի հատ էլ մտերմություն ես արել։ Հենա ասա գնա մեռի, Դավիթ ջան։ Կներես։ Ես իրոք չեմ պատկերացրել, որ ամեն ինչ այսքան հեռուն կգնա։ Ես քեզ ամեն ինչ մեր տանը պատմել եմ, հատ առ հատ բացատրել եմ։ Հիմա չեմ ուզում կրկնել, բայց դու արդեն ամեն ինչ գիտես։ Լսի։ Որ լինելուց հետո եմ իմանում, այդ ինձ արդեն պետք չի, օգուտ չի տալիս։ Ինձ պետք չի, որ դու ինչ-որ մի բան գաղտնի անես, հետո ես մի ամիտ իմանամ ու նոր սկսես բացատրելը, Մարիա։ Այդ սխալ է։ Ես պիտի քո ցանկացած քայլից տեղյակ լինեմ ու միշտ հիշի, որ քո ու Ռաֆի ցանկացած փոխանակած բառ տար իմ համար անընդունելի է։ Պարզ է։ Դավիթ, դու միակ մարդն ես, ում առաջ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ արդարանալ։ Բայց արի հասկանանք այն պահը, որ երկուսս էլ նույն ցավն ենք ապրել։ Ու առանց մխիթարելու իրար։ Առանց իրար մխիթարելու փորձել ենք այդ ամեն ինչի միջից դուրս գալ։ Ու նորմալ է, որ ամեն մեկս յուրովի ենք փորձել այդ ամեն ինչից դուրս գալ։ Դավիթ, արի թեկուզ առանց իրար հասկանալու թույլ տանք իրարից կարոտները սառնենք։ Կներես ինձ։ Կներես, որ այսքան շատ եմ մտածում քո մասին։ Այսքան շատ եմ սիրում քեզ։ Այնքան շատ եմ սիրում, որ ուղեղս մթագնում է ու չեմ հասկանում, թե ինչ ճանապարհներով եմ փորձում քո մոտ վազել։ Ես չեմ կարողանում այդ ամեն ինչի դեմ պայքարել ու չեմ էլ փորձում։ Բայց շփտացիր։ Ռուբեն, հիմա եկել ես ինձ մեղադրես։ Ինչից չես ուզում հասկանաս, երեխես առաջին անգամ եկել էր իմ դուռը ու օգնություն էր ման գալիս։ Ինչ անեի, մերժեի։ Քեզ ով ասում մերժեիր։ Չէ, պետք չէր մերժել, պետք էր բացատրել։ Տենց ավելի ճիշտ կլիներ։ Եթե մտածում ես, որ քեզանից կնեղանար, զանգեիր ինձ։ Ես մի բան կանեի։ Հաստատ մի բան կանեի, բայց չէի թողնի, որ Մարիան այսքանի միջով անցնի։ Ռուբեն, դու ինձ չես հասկանում։ Որովհետև հասկանալու բան չես ասում, օֆա։ Ես այնքան Մարիայի վրա չեմ ջղայնացած, ինչքան որ քո։ Մարիան երեխա է։ Իսկ դու արդեն մեծ հասուն կին ես։ Ռուբեն, ախր ես ինչ էլ ասեի, ինչ էլ անեի, մեկը Մարիան իրա որոշմանն էր մնալու։ Ես էլ մտածեցի ավելի լավ է չմերժեմ, կողքից հետևեմ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Իսկ եթե Մարիային ինչ-որ բան լիներ, դու քեզ ներելու էիր, օֆա։ Չէիր ներելու։ Ավելի էիր քեզ մեղադրելու, քան հիմա։ Ու մի բան լավ հիշի։ Պետք չի, որ դու այսքան սխալ ձևով մոտենաս Մարիային։ Մտերմություն ցուցաբերես։ Ես հասկանում եմ ինչ ես ուզում անես, բայց սխալ ես անում։ Դրան ճիշտ ձև էլ կա։ Եթե կա պրոբլեմ, այդ պրոբլեմը իր ճիշտ լուծման տարբերակը ունի։ Իր ճիշտ մոտեցման ձևն ունի։ Եթե գտնես այդ ձևը, պրոբլեմները միանգամից կլուծվեն։
Ես հասկանում եմ, որ Ռաֆը սխալ է։ Ես իր քայլերը երբևիցե չեմ արդարացնում։ Ուղղակի Դավիթի երեկվա պահվածքը շատ սխալ էր։ Ախր այդ ամենի մեջ ոչ ես եմ մեղավոր, ոչ էլ մաման է մեղավոր, որ եկել ու այդպես էր խոսում։ Ես Դավիթի հետ խոսել եմ։ Ինքը ձեզ չի մեղադրում։ Այդ ամեն ինչը տեղի էր ունեցել պայի ազդեցության տակ։ Դավիթը վատ մարդ չի, ոչ էլ անդասիրակ, ոնց մամա տերեկ բնութագրում էր։ Ուղղակի հիմա ոչ մեկս չեն կարող հասկանալ Դավիթին, թե ինքը ինչ ազգում։ Շատ բարդ ամեն ինչ։ Ես հիմա քեզ խոստանում եմ, որ տենց բան էլ չի կրկնվի։ Աբուլ, հիմա ամեն ինչ իրոք շատ բարդ է։ Այդ դեպքերից հետո մաման լարվել է ձեր դեմ, ու ինձ թույլ չի տալիս, որ քո հետ շփվեմ։ Ես սպասում եմ, որ տենց բան ասելու ես։ Նույնիսկ այսօր տանից հագուն եմ դուրս եկել, որ հանկարծ մաման չկասկածի, որ քո մոտ եմ գալիս։ Արգելում է։ Այդ ժամանակի հարց է։ Էդ էլ կանցնի։ Չէ, Աբուլ, չէ։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Հիմա մաման Ռուբեն Հոպարի դեմ էլ է լարված, Որովհետև ինչ։ Դե որովհետև Ռուբեն Հոպարն էլ Ռաֆի դեմ է լարվել։ Լավ, հիմա արի բոլորին թողնենք մի կողմ։ Ասա, որ էլ նեղացած չես։ Դե չէ, բայց պետք է շուտ գնամ տուն, քանի մաման չի արթնացել։ Քնած է։ Հա, էդ եմ ասում, թաքուն եմ դուրս եկել։ Լավ, արի ես քեզ կճանապարհեմ։ Բայց այս ամեն ինչը ընդհանրապես չի նշանակում, որ ես քո վրա ջղայնացած չեմ։ Կարևորը ես իմ կարոտը քեզնից առա։ Շատ ես ուզում վերջում կարաս հետս էլի վիճես։ Դավիթ, ես հասկանում եմ, որ դու Ռաֆի վրա բարկացած ես, որ ուզում ես իրեն տեսնել ու մի բան անել, բայց հասկացի, որ դա քեզ պետք չի։ Պետք չի, որ դու ուշադրության կենտրոնում հայտնվես։ Լսի Մարիա, ես թքած ունեմ ինչ կլինի։ Չի հետաքրքրում, ինձ կբռնեն, կդատեն, մեկը Ռաֆը իր արասների համար պիտի պատասխան տա։ Հա, բայց օրենքի առաջ ոչ թե քո։ Ոնց որ լավ անհանգստանում ես Ռաֆի համար։ Կլինի սխալ չհասկանաս, ես քո համար եմ անհանգստանում։ Եթե Ռաֆը քո առաջ պատասխան տա, հետո երկուսով եք բաժնում հայտնվելու։ Իսկ ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ մենք մեր պլանավորած կյանքը կառուցենք։ Ու ոնց։ Ես օրինակ էլ չեմ ուզում ուղղակի քո նշանածը լինել։ Ես ուզում եմ։ Ինչ ես դու ուզում։ Իբր չես հասկանում։ Ամուսնության առաջարկություն ես անում ինձ։ Չես պատկերացնի, բա ես ոնց եմ ուզում։ Դե դրա համար պետքա, որ դու լիարժեք ազատության մեջ լինես։ Ճիշտ է, ես քո վրա ջղայնացած եմ, բայց որ sense բաներ ես անում, լրիվ մոռանում եմ։ Լավ գիտես ձևերը։ Պետք չի, որ դու այսքան սխալ ձևով մոտենաս Մարիային։ Մտերմություն ցուցաբերես։ Ես հասկանում եմ ինչ ես ուզում անես, բայց սխալ ես անում։ Դրան ճիշտ ձև էլ կա։ Եթե կա պրոբլեմ, այդ պրոբլեմը իր ճիշտ լուծման տարբերակ ունի։ Իր ճիշտ մոտեցման ձևն ունի։ Եթե գտնես այդ ձևը, պրոբլեմները միանգամից կլուծվեն։ Դավիթ, կարող է դուրս գանք արդեն։ Ինչի՞, շտապում ես։ Դե,
Երեք մամայիս տանն եմ մնացել, չգիտեմ, թե մեր տանը ինչ է կատարվում։ Լուրջ։ Հա։ Չզգացի էլ ոնց քնեցի։ Մի արդարացրու քայլը, դու ոչ մի վատ բան չես արել։ Քո մաման է ամեն դեպքում։ Դե չկա։ Դու ոչ մի վատ բան չես արել։ Ես շատ ուրախ եմ, որ դու տես քայլ ես արել քո մոր հանդեպ։ Այդ քեզ շատ է պետք։ Մենք դրա մասին խոսել ենք։ Ինձ տուն կտանես։ Իհարկե կտանեմ։ Իսկ երեկոյան կամ հետևից էլ իրար հետ միտեղ գնանք։ Լավ։ Ուր է իր աղջիկ ջան։ Ման վախեցա։ Եթե սենց շարունակես, ավելի ես վախենալու, ասեմ քեզ։ Ուղղակի տեսա քնած էիր, չուզեցա արթնացնեմ, դուրս եկա։ Չուզեցիր արթնացնես, հա? Որ չխանգարեմ քո այդ փողոցայինի հանդիպմանը։ Մաման ընդամենը գնացել էի կուրսեցուց գիրք տայի։ Պետք էր։ Նորից անցանք հին հեքիաթների։ Իմ ճակատին բանա գրած։ Մամու գրող։ Եթե դու իմ խոսքից անցել ես Լիլիթ աղջիկ, դու կտեսնես ես քեզ ինչ կանեմ։ Գենդ կտրվի։ Ման ոնց ես։ Ինչի քեզ հետաքրքրում է, թե ես ոնց եմ, Մարիա։ Նեղացած ես։ Ինչ ես ինձ խաբում, Մարիա։ Դու ասում ես, որ ես քեզ հարազատ եմ, որ ես եմ քո մայրը, բայց դու իմ մեջքի հետևում Օֆայի հետ ես կապ հաստատում։ Ինչի եք ինձ հիմարի տեղ դնում։ Մարիա, ավելի լավ է դու իմ աչքերի մեջ նայելով դու ինձ ճիշտը ասես։ Ես չեմ ուզում, որ դու իմ հետ այսպես վերաբերվես։ Ես դրան արժանի չեմ։ Մամ։ Լսի, կամ դու այսօր համաձայնվում ես ու մենք նորմալ հանդիպում ենք, կամ ես մի օր շատ պատահական հայտնվում եմ քո աշխատավայրում։ Գիժ է այստեղ են։ Պարոն Դավթյան, քաղաքից դուրս գալու ճանապարհն են գտել։ Արզան, ազատ ես։ Ռաֆ։